Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը, մենք շարունակում ենք աշխատանքը արտակարգ ռեժիմով։ Հայաստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրում են 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ժամը 8-ից մեր երկրի ամբողջ տարածքում բացվել են բոլոր թվով 2005 ընտրատեղամասերը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություններ են, 2-ը դաշինք։ Կրկին միանանք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիշեցնենք, որ Շանթ-Նյուզի նկարահանող խմբերը ողջ օրվա ընթացքում աշխատելու են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այս պահին մեզ հետ դարձյալ կապի մեջ է Մարինե Դվոյանը։ Մարինե, այս պահի դրությամբ ինչ տեղեկություններ կհաղորդես։ Վահագն, արդեն նախորդ եթերաժամին ամփոփեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայացրած տվյալները, այս ընթացքում նշեմ, որ արդեն 6 ճեպազրույց է տեղի ունեցել եւ ճեպազրույցները շարունակվում են, մենք էլ հետևում ենք ընթացքին եւ ամփոփ տվյալները կներկայացնենք հեռուստադիտողին, նաեւ նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ խոսեց ընտրատեղամասերում տեսանկարահանման վերաբերյալ, ներկայացրեց տվյալներ եւ ասաց, որ բոլոր ընտրատեղամասերում արկա են տեսախցիկներ, գաղտնիության իրավունքը պահպանվում է, տեսանկարահանման տեխնիկական սարքավորումները անխափան աշխատում են եւ սպասարկման մասնագետների մեջ էլ բացականներ չկան։ Այս պահին Վահագն առաջարկում եմ զրուցենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Պարոն Սմբատյան, ընտրությունների մեկնարկից 4 ժամ է անցել, կխնդրեմ մեկնարկի եւ ընթացքի վերաբերյալ որոշակի տեղեկություն փոխանցել։ Շնորհակալություն։ Նախ ոչ բոլոր տեղամասերում մենք ունենք տեսահսկողություն, միայն այն տեղամասերում, որոնք 300-ից ավել ընտրող ունեն, նրանք 1750-ից քիչ ավելի են, բայց ընդգրկում են ընտրողների ընդհանուր 99%-ից ավել ծածկույթ, հա։ Ընտրությունները ըստ էության 4 ժամ է ընթանում է եւ ես գնահատում եմ բավարար ընտրության եւ քվեարկության ընթացքը ժամը 00:00-ին բոլոր տեղամասային կենտրոնները 1996, ինչու 1996, որովհետեւ 2005 տեղամասերից 9 քրեակատարական հիմնարկներում են, նրանք քվեարկությունը քիչ ավելի ուշ են սկսում եւ բոլոր 1996 տեղամասային կենտրոնները ժամը 00:00-ին սկսել են ընդունել ընտրողներին։ Քիչ առաջ մենք ամփոփեցինք եւ այժմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ներկայացվում է ընտրողների մասնակիցների թվերը, տոկոսները ժամը 11:00-ի դրությամբ, կարող եմ ասել, որ ամբողջ հանրապետությունում մասնակցությունը 14.48% էր եւ այսքան այս պահին երևի։ Կան ընտրատեղամասեր, որտեղ մասնակցությունը առանձնապես ավելի բարձր է կամ ցածր։ Իհարկե կան տեղամասեր, որոնք առաջի հայացքից մեր համար ավելի բարձր են, քան մյուսները, բայց սովորաբար այդպիսի տեղամասերն էլ վերջում են ավելի քիչ մասնակցություն ունենում բացարձակ թվերով, կամ այնպիսի տեղամասերը, որոնք ունեն զինվորների ընտրություններ, եւ քանի որ զինվորները երբ գալիս են բոլորը եւ շատ արագ է իրենց ընտրություն տեղի ունենում, քանի որ հերթով այսպես կոնվեյերի պես արագ է կազմակերպում դա տեղամասային ընտրական հանձնաժողովը, դրա համար կարող է մեզ թվալ, թե ինչու ավելի շատ համանման իր նման տեղամասից ավելի շատ ընտրողներ մասնակցել։ Կարող եմ ասել, որ առավելագույնը ես հասցրեցի տեսնել 400-ից քիչ ավել 2 տեղամաս ունեինք, որ մասնակցություն կար, մնացածը 400-ից ցածր էր, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ մասնակցությունը ցածր չի։ Ահազանգերին եւ դիմումբողոքներին անդրադառնանք նաեւ, ինչ բնույթի ահազանգեր եւ դիմումբողոքներ են ստացվել, ինչ ընթացք եւ լուծում է տրվում դրանց։ Տարբեր բնույթի, ըստ էության մենք մեր մոտ աշխատում է իրավիճակային վերլուծության կենտրոնը, բոլոր տեղամասերի տեսահսկողության մենք ենք օգտագործում վերահսկելու համար, մամուլից, զանգերից, ինձ եւ հանձնաժողովի բոլոր անդամներին զանգում են նաեւ ուղիղ կուսակցության ներկայացուցիչներ, լիազորներ, դիտորդական կազմակերպություններ,
մեր ընկերները, ասելու թերություններ եւ մենք ամեն մի խնդրով պայմանավորված իրականացնում ենք վերլուծություն, նախ պետք է բարձրահասակ գոյությունի, թե չէ, որովհետեւ երբեմն արդեն հարցը լուծված է լինում, ինչեւ հասնում է մեզ, երբեմն դա ըստ էության թերություն չկա, այդտեղ խախտում չկա, այլ մեկնաբանությունն է սխալ եւ այն դեպքերում, եթե իրոք կա խնդիր, մենք շատ օպերատիվ արձագանքում ենք, քանի որ ընտրական օրենսգիրքը այդ հնարավորությունը տալիս է ընտրական բոլոր հանձնաժողովներին, բոլոր մակարդակի, որ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ օպերատիվ լուծում է պետք տալ, ոչ թե սպասել բյուրոկրատիայի ընթացքին։ Եթե անհրաժեշտություն կա նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում փոքր քննարկում ենք անում, որպեսզի այս կամ այն հարցի շուրջ ունենանք ընդհանուր մոտեցում եւ բոլորս պատասխանենք նույն մոտեցմամբ դրսևորումներին եւ ինչքան հնարավոր է օպերատիվ արձագանքում ենք բոլոր նրանց, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ քվեարկողների համար եւ հանկարծ ընտրողը չլինի այնպես, որ չկարողանա քվեարկել։ Ասեմ, որ առաջի անգամ ընտրողների համար ունենք անակնկալներ, բայց միայն նրանց համար ցավոք, ովքեր որ ում 18 տարին լրացել է այս տարի, նրանց տեղամասային կենտրոնում սպասում է անակնկալ նվեր կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Եվ պարոն Սմբատյան, մեր այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն գնացել ընտրատեղամասեր, իրենց քաղաքացիական պարտքը չեն կատարել, ինչ կհորդորեք, ինչ կասեք եւ ինչ կարևոր կետեր կառանձնացեք, որ պետք է ուշադրություն դարձնեն։ Չմոռանաք ձեր անձնահաստատող տեղամասային կենտրոն գնալուց, եթե ունեք վավեր անձնահաստատող փաստաթուղթ, ապա անպայման Կապն ընդհատվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովից, բայց առաջկա հնարավորության դեպքում մենք դարձյալ կապ կհաստատենք։ Ես հիշեցնեմ, որ ընտրական հանձնաժողովի 2 նախագահ եւ 1 քարտուղար ձերբակալվել են, այս մասին հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով ընտրատեղամասերում մեկնարկած աշխատանքները։ Վահագն Հովակիմյանը սակայն նշել է նաեւ, թե կոնկրետ քրեական գործի մանրամասները հայտնի չեն։ Հնարավորություն է տալիս, նույնիսկ եթե ընտրական հանձնաժողովի օրինակ անդամներից որևէ մեկը բացակայ, միևնույն է գործընթացը շարունակվում է, եթե անհրաժեշտ լինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները նոր անդամ են նշանակում, այսինքն գործընթացը ընթանում է բնականon, այս ընթացքում բնականաբար ինչ որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հնդածս արագ լուծվում են, բոլորիս մաղթում եմ խաղաղ, հանգիստ ընտրություններ, որպեսզի մենք ունենանք շատ օրինական, արդար ընտրություններ եւ լավ արդյունքներ։ Եւ մի փոքր էլ պիտի անդրադառնամ նախապատրաստական գործընթացների մասին, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի եղել ուղղակի նախապատրաստական գործընթացների մասին խոսել, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն ընտրությունների հանձնաժողովականների շուրջ 4000 անձանց դասընթացներ է կազմակերպել, որոնցից 4000-ը դրանք տեխնիկական սարքավորումների աշխատողներն են, իսկ շուրջ 16000-ը դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն են։ Իհարկե տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ որ դասընթացներից հետո փոխվել են, բայց նման դեպքերը շատ քիչ են, հիմնականում նշանակողները ըստ էության իրենց նշանակած անդամների համար նաև ապահովել են, որպեսզի փոփոխությունները քիչ լինեն, այսինքն դասընթացից հետո փոփոխություններ չլինեն։ Եվ պիտի տեղեկացնեմ, որ նաև դասընթացներ, հատուկ դասընթացներ են արվել նախագահների եւ քարտուղարների համար։ Սա անմիջապես ընտրություններից առաջ։ Իսկ դրանից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության ընտրական գործընթացում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար կազմակերպել է մասնագիտական դասընթացներ եւ այս ընթացքում օրինակ առավոտյան 8-ից եկող ահազանգերի մեջ մենք նկատեցինք մի զուգատիպություն, որ ըստ էության սխալ տեղեկատվություն հաղորդում էր հիմնական այն վստահված անձերի կամ սուբյեկտների կողմից, ովքեր մեր դասընթացներին չեն մասնակցել, այսինքն եւս մեկ անգամ համոզում ենք, որ միասնական
դասընթացներին մասնակցելը, ընդհանուր գիտելիքին տիրապետելը դա շատ կարևոր է, հակառակ դեպքում մենք չենք ունենում սխալ ահազանգեր, այսինքն մարդիկ տեղամասերում խնդիրներ չեն տեսնում մի բանի մեջ, որը որ ընտրական օրինակ ու ընտրական օրենսգիրքի պահանջներով է պայմանավորված։ Գյումրիի Շանթի մեր գործընկերները եւս այսօր ողջ օրվա ընթացքում աշխատելու են թե տաղավարում եւ թե ընտրատեղամասերում, առաջարկում եմ ուղիղ կապ հաստատել Գյումրիի Շանթի լրատվական տաղավար, մեզ այնտեղ սպասում է Հեղինե Քյուշքյանը։ Ողջույն Հեղինե, ինչպես են ընթանում ընտրական գործընթացները Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում։ 18 քվեարկության մասնակից Ողջույն Վահագ, 4 ժամ է անցել արդեն քվեարկությունից, առավոտյան ժամ 8-ից մեր տեսակապերի միջոցով հավանաբար արդեն ծանոթացել եք, թե ինչպիսին է ընթանում ընտրությունները Գյումրիում, Գյումրիի տեղամասերում, իհարկե Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքների եւ փոքր չեն տեղամասերի թիվը նաեւ ունենք 220 ընտրատեղամաս, միայն 82 ընտրատեղամասը Գյումրիի ընտրատեղամասերն են, Գյումրիում հաշվառված ընտրողների թիվը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների 111,236-ն է եւ այս պահին էլ մենք տեսակապի միջոցով կծանոթանանք, կմիանանք ընտրատեղամաս, որտեղ աշխատում են Լուսինե Հայրապետյանը եւ Արա Ծատուրյանը, կտեսնենք, թե ինչպիսին է մասնակցության ակտիվությունը, ինչպիսի խնդիրներ կան, տեղամասային հանձնաժողովները ինչպես են կանոնակարգում աշխատանքները։ Խնդրեմ Լուսինե, դու եթերում ես։ Հեղինե, մենք գտնվում ենք հիմա 31-32 ընտրատեղամասում, այն տեղակայված է Գյումրիի թիվ 30 դպրոցի շենքում, ընտրողների թվով միջին մեծության կարելի է համարել այս ընտրատեղամասը, ունի 1550 ընտրող, սակայն բավական մեծ է ակտիվությունը, քիչ առաջ անգամ հերթ էր գոյացել ընտրողների եւ անգամ վստահված անձինք եւ բնակիչները նշում են իրենք էլ, որ այս տեղամասում կոնկրետ երբևէ որևէ ընտրությունների նման ակտիվություն չէին տեսել, իսկ թե ինչքան է կոնկրետ թիվը մասնակցության արդեն, կխնդրենք ներկայացնել 31-32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Այդա Աբելյանին, Տիկին Աբելյան, քանի ընտրողներ են արդեն իսկ քվեարկել ձեր մոտ։ 275-ից մինչև 270 ընտրող արդեն ունենք։ Բայց ընտրողների ակտիվության մեջ նկատեցինք, որ բավական շատ են մարդիկ, որոնց օգնության կարիք կա եւ իրենք գալիս են իրենց օգնողների հետ, այսինքն իրենց ուղեկցում են օգնողները, ինչպիսին է կարգը եւ կոնկրետ այս ժամանակահատվածում ինչ մենք ենք այստեղ 3-4 արդեն նման դեպք կար։ Հա, 3-ից 4 դեպք ենք նման ունեցել, արձանագրում ենք գրանցամատյանի մեջ, որպես օգնեղ գրում ենք անունազգանունը, անձնագրային տվյալները, մտնում է քվեախցիկի մոտ օգնում է ընտրողին։ Այդ այն դեպքում, երբ որ տվյալ անձը չի կարող մենակ մտնի ներս ընտրի, ինչ որ տեսողության խնդիր ունի կամ, չգիտեմ, քայլելու նման խնդիրների դեպքում։ Նաև կար մեկ ընտրող, որը հենաշարժողական խնդիրներ ուներ, բայց նրան օգնություն չցուցաբերեցին, ինչու կխնդրեմ պարզաբանեք։ Նա չէր մոտեցել որևէ օգնողի հետ, մենք չենք կարող այստեղ ոչ մեկս գնանք իրեն օգնենք, ինքը մտել էր, մի քիչ խնդիրով էր հանել ծրարը դուրս, մենք նորից խնդրեցինք, որ մտնի ներս, ճիշտ դնի դուրս գա, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք, ոչ մենք, ոչ հետագայում այդ ընտրողը իր ընտրած թերթիկը վավեր համարվի։ Նաև տեսնում ենք, որ հենց տեղում այստեղ իրազեկման, այսպես կարելի ասել, իրազեկում են բնակիչներին ընտրության կարգի մասն, այսինքն էլի իրազեկվածության խնդիրը կա, էլի կան մարդիկ, որոնք իրազեկ չեն ընդհանրապես քվեարկության կարգն ինչպիսին է։ Կան մարդիկ, որոնք որ տեղյակ են, կան մարդիկ տեղյակ չեն, հա, գալիս են, մենք այստեղ ուղղորդում ենք, ասում ենք ինչպես պետք է, ուղղորդել սխալ ասեցի, ինչպես է կարգը, ծրարի մեջ 1 հատ պետք է քվեաթերթիկ դրվի, քանի որ մեկ-մեկ դնում են մի 10 հատ, 12 հատ, նման խնդիրներից խուսափելու համար ասում ենք, որ 1 թերթիկ պետք է դրվի, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք հաշվարկների ժամանակ, անվավեր թերթիկների քանակը ավելի քիչ լինի։
Այսինքն անգամ 10-12 քվեաթերթիկ են դնում մի ծրարի մեջ։ Որ հա այդպես դնում դուրս են գալիս կամ ինչ որ, չգիտեմ, իրենց հետ գրիչ են ներստանում, գրիչով ինչ որ բաներ են նշումներ անում, դրա համար ավելի լավ է նախորդ զգուշացվի մտնելուց առաջ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք։ Եվ եթե ուշադրություն ենք դարձնում կահավորմանը ձեր տեղամասի, ապա երևում է, որ քվեախցիկներից մեկի հետնամասում դուռ է, ապակի է եղել, ինչպես եք լուծել այդ հարցը, որպեսզի գաղտնիությունը ապահովվի։ Սկզբից հետևի մասից դրան արկղներով փակել ենք, հետո նոր արդեն այս սպիտակ թղթերով ենք փակել, որպեսզի լրիվ ինքը թափանցիկություն չունենա, դռները փակ են, ոչ մի բան չի երևում։ Այդպես լուծել ենք այդ խնդիրը, քանի որ ուրիշ ոչ մի տարբերակ չկար։ Վստահված անձինք, դիտորդներ, այդ թվում նաև գուցե միջազգային դիտորդներ, ովքեր են այս ընթացքում եկել հետևել ձեր մոտ քվեարկությանը։ Դիտորդներ այս պահին էլ ունենք, վստահված անձ ունենք, ունեցել ենք հենց առավոտ նույնիսկ ժամը 7-ից դիտորդներ են եղել այստեղ, վստահված անձեր, մինչ այս պահին նստած են։ Շնորհակալություն Հեղինե, զրուցակիցս թիվ 31 կոտորակ 32 տեղամասային հանձնաժողովի նախագահներ, նշեմ, որ ակտիվություն այս պահին էլ եթե խնդրենք մեր օպերատորին կարող է ցույց տալ, դուք էլ տեսնեք, թե բարբերաբար ինչպես է հերթեր գոյանում ընտրողների եւ սա խոսում է նրանց ակտիվության մասին։ Եվ այս ակտիվության հետ մեկտեղ իհարկե նորից նշենք, որ կա իրազեկվածության խնդիր, հիմնականում բարձր տարիքի մարդիկ իրազեկ չեն, թե ինչպես պետք է դնել ծրարը, քանի քվեաթերթիկ պետք է դնել ծրարի մեջ, որպեսզի մեկից ավելին չհայտնվի, հիշեցնենք նոր կարգով, եթե մեկից ավելի քվեաթերթիկ է լինում ծրարում, ապա ծրար իր ամբողջ պարունակությամբ համարվում է անվավեր, անկախ նրանից, թե դրոշմակնիքը որ քվեաթերթիկի վրա է դրված։ Հեղինե։ Հեղինե, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերոջը եւ այս պահին էլ ինձ հուշում են, որ մենք կարող ենք արդեն տեղափոխվել նաեւ Երևանում գտնվող ընտրատեղամասերից մեկը եւ այդ ընտրատեղամասերից մեկում էլ աշխատում է Տիգրան Հովակիմյանը։ Տիգրան, խնդրեմ, ինչ կհաղորդես այն ընտրատեղամասի հետ կապված, որտեղ հիմա գտնվում եք, ինչ պատկեր ունեք։ Վաղն մենք գտնվում ենք Երևանի 4 կոտորակ 51 ընտրատեղամասում, այստեղ առավոտյան պասիվություն է նկատվել, իսկ այս ժամերին ընտրողների ակտիվություն կա արդեն թե իմ թիկունքում, թե միջանցքում եւ հերթերը կարգավորում են ոստիկանները, այնուհետեւ ընտրողները մտնում են սենյակ եւ ժամացույցի սլաքի ուղղությամբ անցնում հանձնաժողովի անդամների մոտով մեկական, նախ նույնականացնում են անցնում, այնուհետեւ ընտրողներին են տրամադրում 18 քաղաքական ուժերի մեկական քվեաթերթիկներ, ընտրողը մոտենում է քվեատուփին եւ այդ քվեաթերթիկներից մեկն ընտրելով առանց ծալելու, առանց նշումներ անելու, տեղադրում է ծրարի մեջ, մնացած քվեաթերթիկները թողնում քվեախցում տեղադրված արկղի մեջ է նետում։ Այնուհետև գալիս է եւ այդ ծրարը կնքվում է եւ նետում են քվեատուփի մեջ։ Վաղն մենք այժմ հնարավորություն ունենք զրուցելու այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Հովանիսյանի հետ։ Պարոն Հովանիսյան, մինչ այս պահը 4 ժամ անցել է արդեն ընտրություններից, ինչ եք արձանագրել, արդյոք խախտումներ եղել են։ Դերևս խախտումներ չենք արձանագրել, թե տեխնիկական մասով, թե ընտրողների մասով մենք խախտումներ չենք ունեցել։ Շնորհիվ հանձնաժողովի կարգավորված աշխատանքի բոլոր ընտրողները սպասարկում են բնականon, ապահովում են ընտրությունների օրինական եւ թափանցիկ անցկացումը։ Ինչպես նշեցիք, առավոտյան ժամերին ակտիվությունը ոչ այդքան բարձր էր, բայց այս պահին հերթեր են կուտակվել, մարդիկ ակտիվ գալիս են քվեարկելու իրենց նախընտրած քաղաքական ուժին։ Այդքանը դեռ։ Մինչ այս նշեցիք, որ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեն 1892 ընտրողներ։ Մինչ այս պահը քանիսն են մասում։ Մինչ այս պահը մասնակցել են մոտ 400 ընտրողներ։ Օրվա երկրորդ կեսին սպասում ենք ավելի շատ ընտրողների հոսք։
Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեզ հետ զրուցում էր հանձնաժողովի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը։ Վաղը նշեմ, որ այս ընտրություններին, ազգային ժողովի ընտրություններին հետևում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ, եւ այս տեղամաս երկու միջազգային դիտորդ օրվա ընթացքում արդեն եկել եւ գնացել է։ Վաղը նշեմ, որ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, 2 կուսակցությունների դաշինք եւ 16 կուսակցություններ։ Այս տեղամասում քվեատուփերը տեղադրված են հենց պատուհանների դիմաց, սակայն որպեսզի չթափանցի, թե շերտավարագույր կա եւ թե պատուհաններին փակցված են թղթեր։ Քվեարկությունը եւ ընտրության ընթացքը կշարունակվի մինչեւ ժամը 20-ը, ուղիղ ժամը 20:00-ին բոլոր տեղամասերը հանրապետությունում կփակվեն եւ կմեկնարկի ձայների հաշվարկը։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացումներին եւ կունենանք ուղիղ կապեր։ Շնորհակալություն Տիգրան, շնորհակալություն գործընկերներ, ըստ էության այսքանով հեղին է մենք ամփոփենք մեր ուղիղ կապը Գյումրիի լրատվական տաղավարից, ընթացս հնարավորության դեպքում դարձյալ կապեր կհաստատենք, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ սիրելի հեռուստադիտողներ, մենք կապ էինք հաստատել Գյումրիի Շանթի լրատվական տաղավար, միաժամանակ հնարավորություն ունեցանք կապեր հաստատել թե Գյումրիում եւ թե Երևանում տեղակայված ընտրատեղամասեր։ Շարունակենք թողարկումը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը Երևանի 8 կոտորակ 20 ընտրատեղամասում։ Քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած շփազրույցում վարչապետը հայտարարել է, որ կանի այն, ինչ կորոշի ժողովուրդը։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախ առաջինի երկրորդի հարցի Մոսկվայել եմ մեկնելու, Վաշինգտոնել եմ մեկնելու, Բրյուսել եմ մեկնելու, Փարիզել եմ մեկնելու, Թբիլիսիել եմ մեկնելու, ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում եւ մենք պատրաստվում ենք լիարժեք միջազգային հարաբերությունները զարգացնել Մոսկվայում։ Միստր Փաշինյան, ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորտ եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա, ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Միստր Փաշինյան, for Reuters վարչապետներ, բայց հրապարակումներ եղան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում կա Պաշտոնյա Կիրիենկոն, որը սխեմաներ է մշակում ըստ տարբեր հրապարակումների, այդ թվում նաև Reuters-ի, որ Հայաստան մարդիկ բերեն ընտրությունների վրա ազդեցություն ունենան, այս թեման պատրաստվում եք քննարկել Մոսկվայի հետ, թե ոչ։ Դե գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ ես կարծում բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության, եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում։ Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23 կոտորակ 58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ ոստիկան իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ, միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է քվեախցիկի մոտ, պարզաբանվել է կարգ, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն։ Այսքանը առայժմ մեր հաջորդ թողարկումը ժամը 14-ին է, հաջողություն։